Կազմակերպեցինք մեր բանակի 21-ի հետ կապված, դա մեզ բավականին ոգևորեց, որովհետև մեր հասարակական կազմակերպությունը կարողացավ եւ համայնքներում եւ Երևանում տարբեր լայն երիտասարդության եւ դպրոցականների ընդգրկման միջոցառումներ կազմակերպել։ Մեր հիմնական նպատակն էր ռազմահայրենասիրության բարձրացումը մարդկանց մեջ։ Նախ դա սկսվում է հայրենասիրությունից, իսկ հայրենասիրությունը առաջին հերթին ծնվում է ընտանիքից։ Մեր առանցքային միջոցառումների այս բուն թեման հենց ընտանիք դպրոցն էր։ Եթե մենք ընտանիք դպրոց ունենանք երկխոսություն պոզիտիվ եւ փոխվստահություն, մենք կարողանանք ընտանիքում սերմանել այն արժեքները երեխայի միջոցով ընտրված եւ որ երեխան եւ դպրոց է գալիս եւ տուն։ Եվ փաստորեն եւ կունենանք այն հայրենասիրությունը, որ հետո կդառնա ռազմահայրենասիրություն։ Մեծ ուշադրություն ենք դարձնում, որովհետեւ մեր նման պետություններ, մենք պարտանում ենք մեր բանակով եւ պետք է անընդհատ այս թեման հանկարծ մեր հասարակության մեջ բաց չմնա, այն բացերն էլ որ կան, թե հասարակական կազմակերպությունները, թե գործիչները պետական պետք է աշխատենք, որ դա լրացվի եւ դպրոցներում առաջին հերթին նախազինակոչային տարիքի տղաները պետք է նրանք հասկանան բանակ հասկացողությունը, պետություն, հասարակություն, բանակ, ընտանիք, ում են գնում պաշտպանելու եւ այլն։ Ուրեմն այսպիսի միջոցառումների շարքում շատ բազմաթիվ միջոցառումներ մենք ունենք, որը որ եթեր հեռարձակվել տարբեր